Ինչ վերաբերվում է ձեր հարցին սահմանազատման եւ սահմանագծման, տեսեք, անունը դրել են սահմանագծում, Նիկոլ Փաշինյանը տուրեր է կազմակերպում, մեգաֆոնը ձեռքին գնում այդ բանի պատը, այսպես կոչված Կիրանցի պատի մոտ, անդադար պատվիրակություններ է տանում, մարդկանց է տանում, մի քանի օր առաջ այդ ավտոբուսներով մարդ էր տարել, մեգաֆոնը վեցրել խոսում էր, թե ինչ հրաշք է տեղի ունեցել եւ այլն, բայց հանձնված հողի բանն է, իրականության մեջ շատ մարդիկ չգիտեն ինչ է կատարվել, այսինքն միայն այդ սիրուն գեղեցիկ այդ խոսքերն են լսում, որ տեսեք այլևս սահմանազատված է, բայց նախ այդ տարածքները, որ հանձնվել է Ադրբեջանին, այդտեղ ադրբեջանցիները լայնածավալ ամրաշինական աշխատանքներ են կատարում։ Ադրբեջանցիները այդ տարածքներում ուրեմն եւ բունկերներ են կառուցում եւ այդ ամբողջ տարածքը որ կա, ճանապարհը որ կա, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, ելի իրանց նշանառության եւ այսպես ասած սարքավորումներ ա դրած եւ իրենց տելեգրամ ալիքներով բանով էլ վերջերս աչքովս ընկավելի, որ ասում են, որ ցանկացած, չգիտեմ, բեռնատար բան մեր տեսադաշտում է, մենք ամեն վարքյան, այո։ Ես ես հիշեցնեմ, որ նույնը իրանք ասում էին Արցախի բլոկադայի ժամանակ, ասում են նույնիսկ մեքենայի համարներով բոլոր մուտք ու ելքերը տեղաշարժը վերահսկում ենք, քանակը մարդկանց իդենտիֆիկացնում ենք, այսինքն նույնիսկ այդ Լաչինի միջանցքում են ինչ որ արել են, հիմա նույնը Գիրանցի հատված։ Այո, ու այդ հատվածում տարածիորեն ճանապարհի եզրին ադրբեջանցիներ են կանգնած։ Ցանկացած էսկալացիայի, Աստված մի արած էսկալացիայի պարագայում ընդամենը րոպեներ անց ադրբեջանցիները հայտնվելու են հենց ճանապարհի վրա, այսինքն այնտեղ ուրիշ ոչ բուֆերային գոտի կա, ոչ բան կա, այսինքն հենց ճանապարհի եզրին։ Այդ պատը որ կա, պատի անմիջապես հետևի միջալոց այդ պատը ընդամենը մի քանի մետր է, եթե մի քիչ ձախ նայեն, ուղիղ տան մեջտեղով փշալարն է գնում։ Բայց դա ցույց չի տալիս, չէ՞, տուրնեի ժամանակ։ Այդտեղ մի խոցելի թեմա էլ կա, որի մասին իրենք լռում են, բայց շրջանցում են այդ թեման, ասելով որ սահմանազատված է այդ հատվածը, բայց իրականության մեջ սուտ են ասում, սահմանազատված չի, որովհետև ոսկեպարի հատվածում կա շատ զգայուն թեմա, որը իրենք շրջանցում են։ Եվ ամեն անգամ, երբ որ ուղիղ հարց է տալի ոսկեպարի հատվածի, դա Կիրանցից ոսկեպար այդ ճանապարհահատվածն է։ Այսինքն մենք ունենք տեղեկություններ, որ նաև այդ հատվածի վերաբերյալ որոշակի բանակցություններ են գնում։ Եթե Աստված մի արածը, այդ հոսակցությունները, որոնք որ հիմա էլի բանակցության խնդրու առարկա են, այդ ամեն ինչը էլի տեղի տան եւ հերթական զիջումներ անեն, մի քանի կետով հատումներ կա, ադրբեջանցիները այդ ամբողջ ճանապարհի վերահսկողությունը կանցնի ադրբեջանցիներին։ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը կանցնի ադրբեջանցիներին։ Արդեն այնտեղ վերևի հատվածում, որ կոչվում է վերին ոսկեպար, որ էլի այդ թեման ասեց Արցվաշեն, բան էլի իր այդ հիմար զրույցները, որ կար, որ ասում էր Արցվաշենի վերադարձի եւ այլ եւ այլ։ Ինքը պատահական չէ այդ խոսակցությունը բացում, որովհետեւ ոսկեպարի հատվածի վերաբերյալ էլի խոսակցություններ կան։ Այդ վերևի ոսկեպարի հատվածում ես կրկնեմ, քանի որ մեր ժողովրդի հիշողությունը ինչպես կանոն կարճ է եւ պիտի անդադար թեմաներից խոսանք, վերին ոսկեպարի հատվածում գնում են շատ կարեւոր կոմունիկացիոն գծեր։ Գազ, ինտերնետ, այնտեղ էլի ուրիշ կոմունիկացիաներ էլ կա, որը որ մեզ համար կենսական նշանակություն։ Հայաստան մտնող այդ կոմունիկացիաները անցնում են այդ տարածքով։ Այդտեղ ասենք, որ փաստացի ադրբեջանցիները հնարավորություն են ունենում վերահսկել Հայաստանը սնուցող համարյա բոլոր են հիմնական զարկերակները ու փաստացի ապա շրջափակման անվան տակ տեղի ունենում Հայաստանի շրջափակում։ Այո, Հայաստանի շրջափակումը տեղի ունենում այն մարդիկ, որոնք որ չեն պատկերացնում, այս սենց է վերին ոսկեպարի հատվածը սահմանակից է Լոռու մարզին։ Այսինքն Լոռու մարզը դառնում է սահմանամերձ համայնք։ Ոնց որ անտառային է, հանգիստ կարան մտնեն։ Այո, այնտեղ ցանկացած դիվերսիոն գործողություններ հանգիստ մտնեն, ինչեւ Վանաձոր էլի։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել 24 թվականի գարնանը, երբ որ այդ սահմանազատման process-ում, հա, պարալիզացված էր Գիրանցում շարժը,
զուգահեռ դրան դեբեթը հիշում եք, չէ՞, դուրս եկավ ափերից եւ Աղթալայի, այո, այդ հատվածում դեպի Վրաստան տանող ճանապարհի այդ հատվածներն էլ փակվեցին եւ կոմունիկացիայի, այսինքն աշխարհի հետ այդ ուղղությամբ կոմունիկացվելու 70%-ը միակ տարբերակը մնացել էր Բավրոն, որտեղ այնքան վատ վիճակում էր ասֆալտը, որ մեքենայի այդ կեսը թողնում ես այդ փոսերի մեջ, մինչև անցնում ես, հա։ Նույնիսկ, այսինքն ազատ տեղաշարժի տեսանկյունից, զուտ անվտանգային տեսանկյունից, հա, այդ ճանապարհի ցիրկուլյացիա ոչ միայն կոմունիկացիաների, այլ տեղաշարժի տեսանկյունից դա սարսափելի վտանգավոր բան է։